Ռադիոարվեստ հաղորդում, որտեղ պիեսի ժանրը ներկայացվում է նորովի, նոր ձևաչափով և նոր բովանդակությամբ։ Այսուհետ յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ ժամը 12:35-ին Ռադիո Ֆամայի եթերում Լիլիթ Գրիգորյանի հեղինակային հաղորդումն է։ Սիրենք արվեստն ու ապրենք արվեստով։ Ռադիոարվեստ։ Բարև ձեզ սիրելի ռադիոընկերներ, եթերում ռադիոարվեստն է։ Հիշեցնենք, որ մեր նախորդ հաղորդումը նվիրված էր Զորավար Անդրանիկին եւ նրա հերոսական կյանքի դրվագներից Առաքելոց վանքի կռվի նկարագրությանը։ Այսօր կլսենք Առաքելոց վանքի կռվի շարունակությունը։ Կարդում է Արազ Մարտիրոսյանը։ Հաջորդ օրը առավոտյան դադարեցվում է կրակը եւ երևում է վանք եկող խումբը։ Եկողները 4-ն էին, որոնք վանքի սրահ մտնելուն պես խոնարհաբար բարևում են Անդրանիկին։ Հերոսը, որ նստել էր խալիով պատված սնդուկի վրա, ոտքի է ելնում եւ ասում նրանց. «Բարին տեսանք»։ Եվ իր խորաթափանց ու արծվային հայացքով նայում է Մուխտար Էֆենդուն, ծավախից քար է կտրում եւ սկսում է դողալ։ Այս նկատելով Անդրանիկն ասում է. «Արի, նստիր, մի վախեցիր։ Այն իր խոսքը չի ժխտում եւ թուրքի նման մուխանած չի»։ Այս խոսքերի վրա Մուխտար Էֆենդին մոտենում եւ սեղանի մոտ նստելով թուղթ ու գրիչն առած սպասում է Անդրանիկի առաջարկին։ Անդրանիկը նստել էր գլուխը հպարտ պահած, աչքերի մեջ պայծառ արևից ցոլքերը տարածած, առասպելական սուրն առուծաթած ձեռքով բռնած։ Աջ կողմում նստած էր Գևորգ Չաուշը, իսկ ձախում Հաջի Կարոն, քաջ եւ խելացի հայդուկապետ։ «Ինչ որ կասեմ գրե, Էֆենդի, գրե բառերս ու տառ առ տառ հաղորդե քո իշխանությանը, որ ես հենց այնպես ոչինչ չեմ ասում, եւ եթե ասածներս չկատարեն անմիջապես, թող մեզանից ոչինչ էլ չսպասեն»։ Մուխտար Էֆենդին դողացող ձեռքով սկսում է գրել. «Պորսից միջև այստեղ քաղաքական բոլոր հանցավորներին ներում, բոլոր գյուղերից հավաքվելիք 10-անորդը պետք է հավաքեք դուք եւ հանձնեք կառավարությանը, ձեզ հետ ունենալով մի բարեխիղճ պաշտոնյան։ Այն քրդերը, որոնք միշտ հարձակվում են հայկական գյուղերի վրա, պետք է զինաթափվեն եւ այդ գյուղերը պետք է պաշտպանվեն։ Բոլոր այն հայկական գյուղերը, որոնք գրավված են քրդերի կողմից դավադրաբար եւ խաբեությամբ, պետք է վերադարձվեն հայերին։ Այն բոլոր քուրդ ցեղապետները, որոնք կառավարության մեջ կառավարություն են ստեղծել եւ հայ ժողովրդից ապօրին տուրքեր են գանձում, բոլորին վերացնել։ Դուք մեզ, հեղափոխականներից, ավազակներ եք կոչում։ Ավազակներին կառավարությունն ինքն իր մեջ պետք է փնտրի։ Ահա երկար տարիներ այստեղ եմ իմ զինակիցների հետ, թող մեկն ասի, որ գողություն ենք արել։ Մենք խաղաղ ժողովրդին ոչ մի օր, ոչ մի տեղ չարիք չենք պատճառել, բայց ով մեզ կամ մեր ժողովրդին չարիք պատճառած է, ամեն ոք պատժված է։ Մենք պատժեցինք Բշարե Խալիլին, այս մարդու արած բոլոր հանցագործությունները կատարվեցին թուրք կառավարության թելադրությամբ, եւ Սուլթան Համիդը նրա կուրծքը զարդարեց։ Ահա այսպիսի հրեշներն են, որոնք պատժվելու փոխարեն զարդարվում են զինանշաններով ու ընծաներով։ Մոկանք գյուղի շերիֆի սպանության համար 15 անմեղ հայերի ձերբակալեցիք եւ մի քանի օր հետո ձեր օրհնած աղը տվեցիք եւ նրանք մեռան։ Դուք առանց խղճահարության բանտերի մեջ լցրիք մոտավորապես 170 անմեղ հոգիների եւ ելի ասում եք ինձ, թե ինչ է նպատակդ եւ ինչ կուզես։ Ախպերիկ, վանքի վանահայր Ղազար Կարապետին դուք սպանել տվիք երկու քրդերի ձեռքով։ Գիշեր ժամանակ վանքի դուռը բարեկամաբար բաց թողնելով, այդ երկու քուրդերին էլ ես սպանել տվեցի։ Տիգրանակերտից մինչև Պարսից սահմանը զինված 1500 քրդեր կան։ Ինչ են սրանք եւ ում դեմ են ուղղված նրանց զենքերը։ Նրանք պահված են միայն հային պատուհաս դառնալու։ Եթե ասում եք, թե արդարություն կա, ուր է եւ ինչու են անմեղ հայերը բանտարկվում։ Ինչու չեն բանտարկվում քրդերն իրենց զենքերի համար։ Այսինչ տեսակ պաշտոնություն է, որ ամեն տեսակ բռնություններ են բանեցվում հայ ժողովրդի վրա նրանցից տուրքեր գանձելու համար։ Այդ պատրվակի տակ խլելով նրանցից հացի վերջին կտորը, դուք երբեք չեք խղճահարվում ժողովրդին ճնշելուց եւ կոտորելուց։ Մակար վարժապետին կախեցիք, Մուրադին ու Տամատյանին բանտարկեցիք եւ ես, որ այստեղ եմ։ Եթե այս համեստ առաջարկներից գոհացում չտրվի, մենք եւս 6 ամիս դիմադրելու ուժ ունենք։ Գնացեք հաղորդեցեք ձեր տիրոջը, թե մեր մեջ մահվանից վախեցողը չկա։ Այն օրը, որ զենք բարձրացրեցինք, արդեն ինքս մեռած նկատեցինք։ Կրնանք բոլորս ալ մեռնենք, բայց ամեն մեկուն հետևեն հարյուրավորներ, հազարավորներ կհասնեն։ Քանի բռնությունը կտիրե եւ անմեղ ժողովուրդը կհարստահարվի, պայքարը կանգ չպետք է առնի։ Խոսակցությունը տևեց 3 ժամ ու կես։ Մուրադ Էֆենդին առաջարկում է, որ զինադադար լինի մինչև որ իրենք Պորսից պատասխան ստանան։ Ազգային հերոսն ընդունում է այս առաջարկը, բայց հակառակ թուրքերի կողմից առաջարկած զինադադարի պայմաններին նոյեմբերի 24-ին թուրքերը կրկին վերսկսում են հրաձգությունը։ Հայերը փոխադարձ կրակ են բացում։ Գնալով իրավիճակը սրվում է եւ թուրքերը նորանոր զինվորներ են բերում, զինում շրջակա գյուղերի քրդերին։
Վանքի 4 բոլորը խրամատներ են փորում։ Մի խոսքով ամեն ինչ անում են, որպեսզի անհնարին դարձնեն հայ քրմերի վանքից անվնաս դուրս գալու հնարավորությունը։ Սակայն Անդրանիկը իր բնավորության համաձայն խաղաղ հանգիստ էր։ Հենց այդ հանգստությունն էլ ոգևորում է իր քրմերին։ Նա իր պայծառ ու անվրեպ մտքի մեջ արդեն ծրագրել էր, թե ինչպես պետք է վանքից անվնաս դուրս գան։ Իսկ այդ ծրագիրը զինակիցներին բացատրելու համար կանչում է Գևորգ Չաուշին, Հաջի Հակոբին եւ Վաղարշակին, նրանց ասելով, որ ժամանակն է վանքից դուրս գալու։ Ինչ կխորհի զորավար, ապահով կրնանք դուրս ելնել վանքեն, հարցնում են նրանք։ 100-ից 99 համոզված են, որ բոլորս էլ ապահով դուրս պիտի գանք, եթե մեր անփորձ զինվորները հետևեն մեզ եւ սխալ չգործեն։ Պատասխանում է Անդրանիկն ու նրանց պատվիրում, որ դիրքերում փորձառու զինվորներ դնեն, իսկ մյուսներին հավաքեն վանքի հրապարակը, ինքը բան ունի ասելու։ Բոլոր զինվորները քիչ անց իջնում են վանքի հրապարակ եւ շարք կանգնում։ Անդրանիկը մանրազնին բացատրում է իր ծրագիրը։ Գևորգ Չաուշը, Սեյտո Պողոսը, Վարդանն ու Հովսեփը Անդրանիկի առաջնորդությամբ պետք է քայլեն 50-ից 60 քայլ, դեպի թուրքական դիրքերը սպիտակ շապիկներ հագած, եւ ամեն մարդ գլխին սպիտակ լաթի կտոր փաթաթած, որպեսի աննկատ մնան։ Նրանց պետք է հետևեն Հաջի Հակոբն ու Բարսեղը, որոնք պետք է զույգ քայլեն շարված խմբերի առջևից։ Անդրանիկի առաջնորդող խումբը 60 քայլ առաջանալուց հետո ծնկի վրա պետք է նստի։ Նույնը պետք է անեն հետևող խմբերը, որպեսզի անդորության եւ լռության մեջ կարողանան հետևել թշնամու շարժումներին։ Պայմանավորվում են նաեւ, թե որտեղ պետք է հանդիպեն շրջափակումից դուրս գալուց հետո։ Որոշվում է, որ վանքից պետք է դուրս գան նոյեմբերի 27-ի գիշերը։ Անդրանիկի 5 հոգանոց խումբը, որ պետք է առջևից գնար, անհրաժեշտության դեպքում հարվածելու էր դիմացից եկող թշնամուն, իսկ Հաջի Հակոբի խումբը թիկունքից, անցնելով Արաբոյի եւ Արծվի քարերը։ Այս ամենից հետո Անդրանիկը վանքի բակում մի անգամ էլ փորձնական ստուգումներ է անում, համոզվելով, որ ամեն մեկը լավ յուրացրել է իր անելիքները։ Կարգադրում է, որ բոլորը 2 օրվա հաց դնեն իրենց տոպրակների մեջ։ Գիշերը ժամը 10-ին վանքից դուրս կգան։ Տղերք, հետևեցեք ինձի, որ Հարությունի եւ Ղազարի գերեզմանները համբուրենք եւ մեր վերջին հրահանգը տանք նրանց, ասում է Անդրանիկը։ Երկու նահատակների գերեզմանը համբուրելուց հետո վանքի դուռն են համբուրում եւ կարճ աղոթք մրմնջում, որոնք հույսի եւ հավատքի աղոթքներ էին։ Առաջին խումբը, ինչպես որ ծրագրված էր, դուրս է գալիս վանքից եւ ուղղվում դեպի թուրքական զորքերի դիրքերը։ Առաջին 50-60 քայլերն անելուց հետո խումբը ծնկի է գալիս եւ ուշադիր զննում 4 կողմը։ Անդրանիկը հետ նայելով տեսնում է, որ բոլորը նույնն են արել։ Մի 30 քայլից հետո դեմ դիմաց է դուրս գալիս թուրք առաջնապահ զինվորը։ Դուք ով եք, հարցնում է թուրքը դողդոջուն եւ կծկտուր ձայնով։ 5 հրացաններն ուղղվում են թուրք զինվորի կրծքին։ Անդրանիկը, որ վարժ տիրապետում էր թուրքերենին, պատասխանում է. «Հարյուրապետ Մահմեդ Էֆենդին եմ։ Կես ժամ է, որ ելել եմ խոզարկության, իսկ դուք քնած եք»։ Մյուս խմբերը գալիս անցնում են այդ ընթացքում։ Անդրանիկը հանգիստ հարց ու փորձ է անում թուրք զինվորին, թե նա որ գյուղից է, ում տղան, մինչև որ խումբը գիշերվա խավարում անհետանում է։ Լեղապատար եղած թուրք զինվորը դողդոջուն ձայնով ասում է. «Ալլահ, ալլահ, չեմ հասկանում, թե դուք ինչ տեսակի մարդիկ եք։ Եթե ձայնդ չկտրես, շանսատակ կլինես», ասում է Անդրանիկն ու շարունակում ճանապարհը։ Խումբն ահագին հեռացել էր, երբ լսվեց թուրք զինվորների բղավոցները։ Ֆիդայիները փախան։ Թուրքական դիրքերից սկսում են աչք ու ձախ կրակել։ Տղերքից մի քանիսն ուզում են դիրքեր բռնել եւ պատասխան կրակ բացել։ Սակայն փորձառու հրամանատարն արգելում է ասելով. «Եթե այդպես անենք, մեր հրացանների կրակոցներից թուրքերը պետք է գիտենան, թե մենք ուր ենք, իսկ այսպես աննկատ կմնանք»։ Շրջափակումից աննկատ դուրս գալուց հետո նրանք հասնում են Քոբ գյուղի գոմերը։ Որպեսզի խումբը ոտնահետքեր չթողնի եւ թշնամուց խուսափի, իր հետևից քշել է տալիս գյուղի ոչխարի հոտը եւ այսպիսով ջնջում հետքերը։ Անկարելի է նկարագրել բառերով այն խանդավառ համբույրները, ուրախության գրկախառնությունները, որ տեղի ունեցան այդ գոմերի մոտակայքում, սպիտակ ձյան վրա, կապույտ երկնքի տակ։ Բոլոր հայկական գյուղերում այդ օրը քեֆ ուրախություն էր։ Այս մարդն այսքան տարի այստեղ է։ Լսած եք, որ անմեղ մարդու քիթ արյունոտի կամ անիրավ տեղը մեկին վնասե։ Աստված այս մարդուն պետք է ապահով ազատեր։ Այս է իմ հավատքը։ Այս երկու թողարկումներով դժվար է ներկայացնել Անդրանիկ Օզանյան մարդուն եւ զորավարին, սակայն մենք ընտրել էինք այսքանը։ Ռադիոարվեստը դեռ կշարունակի անդրադառնալ հայ հերոսներին, որոնց ճանաչելը մեր սուրբ պարտականությունն է։ Մինչ նոր հանդիպում։